Հաջորդ հանգամանքը, որ ուզում էի ձեր դիրքորոշումը պարզել, տեսեք, ատելության խոսքի վերաբերյալ, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, կրկին, կան դատական ակտեր, խոսվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական լիազորությունների մասին, ես, եթե չեմ սխալվում, նույնիսկ Տիկին Հովհաննիսյան, դուք ձեր բացատրություններում նշեցիք նաև, որ օրինակ նույն կենսաթոշակի բարձրացումը փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում, դա ևս ձեր գնահատմամբ խախտում չի հանդիսացել։ Հիմա ուզում եմ հասկանամ, այս հանգամանքները, կենսաթոշակը մի կողմից, ատելության խոսքը, վարչական ռեսուրսի չարաշահումը, որի վերաբերյալ կան նաև դատական ակտեր, դուք ինչպես եք գնահատել ընդհանրապես եւ գնահատել եք թե ոչ։ Այստեղ ես լսեցի ձեր պատասխանը, որ մեթոդաբանություն դուք չունեք որպես այդպիսին դրանց գնահատման, բայց ինչ որ կերպ դրանք գնահատվել են թե ոչ։ Գնահատվել են, պարոն Վարդևանյան, եւ այդ գնահատանքի արդյունքում ընդունվել են 258 եւ դրան հաջորդող 259 անորոշումները։ Ինչ վերաբերում է իմ բացման խոսքին, ես այո, դրանց անդրադարձել եմ եւ հետեւյալ կերպ, որ ընտրությունների ժամանակահատվածում մյուս պետական մարմինները, նաեւ կառավարությունը շարունակում է իր բնականon գործունեությունը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէ որևէ կերպ սահմանափակել որևէ մարմնի գործունեություն։ Մենք իդեպ Տիկին Հովհաննիսյան սահմանափակման վերաբերյալ հարցադրում չենք ներկայացնում, պայմանական կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրինականության վերահսկողական լիազորություն ունենալով վստահ եմ կարող էր օրինակ գրությամբ դիմել ֆինանսների նախարարությանը, պարզելու համար արդյոք կենսաթոշակը 10,000 դրամով բարձրացնելու որևէ մի ծրագիր նախատեսված եղել է 2021 թվականին հաջորդած միջնաժամկետ ծախսային ծրագրերով կամ որևէ մի փաստաթղթով եւ գնահատեր փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում դա անելը։ Այնուհետև ամբողջ քարոզարշավի ընթացքում դրա մասին խոսելը, այնուհետև քարոզարշավի ընթացքում պոտենցիալ ընտրողներին ասելը, որ եթե չընտրեք քաղաքացիական պայմանագրին, սեպտեմբերին պատերազմա լինելու։ Այ օրինակ դա գնահատվել է ինչ որ կերպ ԿՀ-ի կողմից դրա ազդեցության չափը, որովհետև դուք վստահ եմ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, հասարակության մասն եք, օրինակ եթե ձեզ գալիս է անձ, ով որ նաև գործադիր իշխանության ղեկավարն է, ես լսեցի նաև երրորդ անձի պարզաբանումը, որ արձակուրդի մեջ գտնելով էլ չի դադարում լինել։ Մարդը ուղիղ ասում է, եթե չեք տալիս սահմանադրական մեծամասնություն, պատերազմա լինելու։ Այ այդ արտահայտությունը, որը պարզվեց հետո, իրականությանը չէր համապատասխանում։ Ինչ ազդեցություն է ունեցել։ Ունեցել է թե չէ, թե ընդհանրապես ազդեցություն չունի։ Դա էլ է պատասխան։ Պարոն Վարդևյան, ողջ նախընտրական միջավայրը, նախընտրական քարոզչությունը, ամբողջությունը գնահատվել է եւ արտացոլված է 258-ա որոշման մեջ։ Ես այժմ հարցերս կցանկանամ տալ հակակոռուպցիոն կոմիտեին, ուղղակի վերջին հարցադրումն էլ, քանի որ մեր դիմումում կա նաև պնդում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իդեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի անկախության դեֆիցիտ է ունեցել, ես դրա վերաբերյալ որևէ հակափաստարկում չեմ լսել։